Հարկելի բարեբաց ժողովուրդ, գոհություն մատուցում եմ Աստուծո այսօրվան այս հոգեբարար եւ օրհնաբեր առիթի համար, որովհետեւ հնարավորություն ունենք միասին աղոթելու եւ աստվածային օրհնություն ստանալու։ Միաժամանակ բարդ գսկում եմ գործիաբար շնորհակալություն հայտնել Արարատյան հայրապետական թեմի բարեկամ առաջնորդական փոխանորդ Գերաշնոր Դեր Նավասարդ Սրբազան arczepiskopոսի, որի թույլտվությամբ այսօր հնարավորություն ունեցա ձեր հետ աղոթքի մասնակից դառնալու եւ Աստծո խոսքը փոխանցելու։ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո ամեն։ Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաններից մեկն արա։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր մեծ բահոց ճանապարհորդության երրորդ գայարանն է եւ այսօր գոչվում է անարագի գիրագի։ Ինքնասրբակրության արվեստը լավապես սովորելու հրաշալի առիթ է մեծ բակի ժամանակաշրջանը։ Մեր մեղքերը հիշելու, խորացած զղջում ունենալու, չարեն հրաժարվելու եւ Աստծո դառնալու գեղեցիկ առիթ մնե մեծ բահոց ժամանակաշրջանը։ Եվ դրա համար մեծ բահոց ոսկե շղթայի երրորդ ոսկի օղակը անարագի գիրագին է։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս ընդհանրապես խոսում էր արակներով եւ ամեն մի արակ ունի հատուկ նպատակ։ Կան արակներ, որոնց թեման աղոթքի մասին է, կան արակներ, նրանց թեման բարոյական է, ինչպես Փարիսեցին Մաքսավորը խոնարհաբար ապրելու համար։ Կան արակներ, որոնց գլխավոր թեման երկնքի արքայությունն է, ինչպես Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխի մեջ, ուր Հիսուս 7 արակներով խոսում է Աստծո արքայության մասին։ Եվ ասիկ այսօր մենք բոլորս լսեցինք Ջաշու ավետարանի հատվածը, երբ ընթերցվեցավ այն հատվածը, որտեղ հիշվել է 3 արակներ՝ գորած ոչխարի, գորած դրամի եւ անարակ որդու արակը։ Եվ 3 արակների գլխավոր թեման ապաշխարությունն է, որովհետեւ Քրիստոս մարդկանց հրավիրեց ապաշխարության։ Առաջին արակի մեջ գորած ոչխարը ներկայացնում է մեզ մեր Տերը, ցույց տալով, թե ինք բարի հովիվն է։ Եկել էր մոլորած ոչխարը, գորած ոչխարը գտնելու։ Երկրորդ արակը գորած դրամը խորհրդանիշ է Սուրբ Հոգու, որովհետև ջրակ վարեց, ավել կործածեց, բծախնդրությամբ փնտրեց եւ դանդիգինը երբ գտավ ուրախացավ, եւ այդ ջրակը ավել կործածելը մակրագործումի խորհրդանիշ է, եւ միաժամանակ խորհրդանիշ է Սուրբ Հոգու լուսավորության։ Իսկ երրորդ արակի մեջ անարակ որդին ցույց տալիս է Աստծո հայրական քթությունը, սերը, ամպերությունը մարդու նկատմամբ։ Ուրեմն գնկատենք, որ 3 արակների մեջ կա Սուրբ երրորդությունը։ Գորած ոչխարի մեջ որդին է, որ աշխարհ եկավ փնտրելու մոլորյալ ոչխարի, իսկ ինը, որ փնտրում է խորհրդանիշ է եկեղեցու, որովհետև եկեղեցին հարցն է, եւ հայտնության մեջ ասում է անորական չունի, թող լսե, թե հոգին ինչ ասում է եկեղեցիներին, եւ երրորդ արակի մեջ ներկայացվում է մեզ Հայրն Աստված։ Եվ եթե նկատեք դոգոսային տարբերություններ կան, առաջինը 101-ն է, մոլորյալ ոչխարը, երկրորդը 10-ից 1-ն է եւ անարակ որդու արակի մեջ 2-ից 1-ն է։
Եվ եթե նկատեցիք ամեն մեկը դեմը գորած է։ Մոլորյալ ոչխարը թաշտի մեջ էր, գորած դրամը դան մեջ էր, անարակ որդին հերավոր շրջաներ։ Եվ առաջին երկու արակների մեջ վստահաբար նկատում ենք, թե մոլորյալ ոչխարի համար հովիվը ինք պնդրում է։ Գործված դրամի համար դանդիգենը ինք պնդրում է, իսկ անարակ որդու դեպքում անարակ որդին ինք որոշում կայացնում է, որպեսզի դառնա, որովհետև բանականություն չունի փողը, ոչ էլ բանականություն ունի ոչխարը, իսկ մարդը ունի ազատ կամեցողություն եւ բանականություն, եւ դրա համար հիմուխտի մեջ երբ Աստված հրավիրում էր մարդկանց դարձի խոստովանության, ապաշխարության, ասում է ինձի դարձեք եւ ես ցեզի պիտի դառնամ։ Այլ խոսքով դեր Աստված իր սիրովը վստահեցնում է, թե միշտ էլ պատրաստական է ընդունելու մեղավորի դարձը եւ ապաշխարությունը, բայց ասում է ինձի դարձեք։ Ցույց տալիս է, թե մարդը բարդական է հիշելու իր մեղքերը, սրբած անգեղծությամբ, խոնարհությամբ խոստովանելու իր հանցանքները եւ նույն հնչողությամբ կա Հակոբոս Արաքյալի խոսքը, երբ ասում է մոտեցեք Աստծո եւ Աստված ինք պիտի մոտենա ցեզի։ Ուրեմն մարդ արարածը ունի ազատ կամք եւ Աստված տված է այդ ազատությունը որպես շնորհ, որպես արժեք, որպես բարգեւ, բայց ընդհանրապես մարդ արարածը չարաչար օգտագործում է իր ազատությունը, վերածելով ազատությունը սանցարցակության։ Պողոս Արաքյալ ասում է. ամեն ինչ արդոնված է ինձի, բայց ամեն ինչ օգտակար չէ։ Դրա համար մեծ բակը չափավորություն սովորելու առիթ է, ինչ որ չափի եւ սահմանի մեջ է, սա նշանակում է մարդը չի գործածում ազատությունը վատ նպատակների համար։ Խոսիլը լավ է, բայց շատախոսությունը վնաս է։ Ուտելը կարևոր է, բայց շատագերությունը վնաս է։ Նույնիսկ մեր սրտի զարգը, եթե սրտի զարգը ավելանա, վնաս կրում ենք, իսկ եթե թանթաղի, դարձյալ վնաս կրում ենք։ Ուրեմն Աստված ինք ուզում է, որ մարդ արարածը ապրի չափավորությամբ, գիտենա, իմանա, թե ինչն է օգուտը եւ հոգեշահը։ Անարակ որդու արագը մանրամասն ծանոթ է ցեզի։ Բոլորս կարդացել ենք կամ կոնե լսել ենք անարակ որդու արագի մասին։ Հիմնական 3 դեմքեր կան՝ հայրը, երեց որդին եւ գրծերը։ Սկսենք որդու մասին, գրծեր որդու մասին։ Գրծեր որդին շահագործեց հորը սերը։ Մենք ասում ենք Աստված սեր է, ճիշտ է, բայց Աստված նաեւ արդար է։ Աստված սեր է չի նշանակում ուզեմ ինչ որ ցանկանում եմ, կամ ապրեմ քմահաճությամբ։ Անարակ որդու սխալը այն էր, որ ինք ուզում էր ուրախանալ առանց հորը ներկայությամբ։ Ինք ուզում էր իր հորը բաժինը առնել եւ դրա համար ուզեց իր հորը ստացվածքեն այն բաժինը, որ իրեն վերաբաղված է։ Եվ սա շատ դարօրինակ առաջարկ էր, նույնիսկ ամոթալի էր։ Երբ որ գրծեր որդին ուզեց իր ժառանգության բաժինը, դա արհամարանք է որը նկատմամբ, որովհետև այնքան ժամանակ, որ հայրը ապրում է, այդպիսի առաջարկ ներկայացնելը ինքնին ամոթ է, բարոյական սկզբունքի դեմ է, եւ դրա համար անարակ որդին ինքնահաջո էր, ինքն իր քմահաճության հետևեցավ, իր եսին, իր ցանկության, եւ դրա համար Արագած գիրքի մեջ ասում է ինքնահաջո մարդը իր ցանկությունը բռնում է, որովհետև ինքնահաջո մարդը միշտ սահմանափակված է իր եսի մեջ բանդարգված է։ Եվ դրա համար անարակ որդին, երբ ստացավ ժառանգության իր բաժինը, ասում է ավետարանը ուշադրությամբ, եթե կարդանք, ասում է օրեր հետո գնաց, այսինքն ծրագրեց, մտածեց, թե ինչ անելու է այդ իր ժառանգության բաժինով, եւ դրա համար ապրեցավ անարակ մի կյանք, եւ անարակ բառը հոմանիշ է անփարոյության,
հոմանիշ է զեղկության, հոմանիշ է ծոպ կյանքի, և դրա համար անարակ որդին, որ ուներ որդիական բադիվը և գոչումը, եղավ մեղքի ըստրուկ։ Այդպես է նաև մեր իրավիճակը, երբ անջատվում ենք Աստուծուց, մեր մեղքերի հետևանքով, նաև գրում ենք մեղքի գործանարար աստեցությունը մեր կյանքում, մոռանում ենք մեր բադիվը, դե լինելու ենք Աստուծո որդիները, երանում ենք Աստուծուց և գործում ենք չարիքներ և բնականաբար այդպիսի իրավիճակով մենք լինելու ենք մեղքի ծառան և դրա համար իսկական երջանկությունը, անբողոպտելի հարստությունը Աստուծո հետ մտերմանալն է, աղոթական կյանքով, առաքինի կյանքով, հնազանդությամբ, հավատարմությամբ, ուխտաբավությամբ և դրա համար անարակ որդին, երբ հեռացավ իր հորմեն, աստիճանաբար գամած արդեն սկսավ վատնել իր ունեցածը, վատնեց ինչը, վատնեց իր գոչումը, վատնեց իր ժառանգության բաժինը և մանավանդ վատնեց ժամանակը։ Դրա համար բադարակի ժամանակ, բադարակիչ եկեղեցականը ինչ ասում է ժողովրդին, դացե ժամանակ ապաշխարելով և գործելով սպարիս, այսինքն Տեր Աստված է ժամանակ տա ապաշխարելու, որպեսզի նաև բարիք գործեք, և մենք հաճախ վատնում ենք ժամանակը, երբեմն կարծում ենք պիտի ապրենք դարեր անվախճան, երբեմն կարծում ենք ամեն մարդ պիտի գնա, բայց մենք պիտի մնանք հավիտյան, և սա իմ նախապեյություն է, ինչպես որ մի եկեղեցական մտալիս եկեղեցիկ օրինակ ասում է, դժոխքի մեջ տանջվողները ուզում են քո կյանքից մի րոպե, որպես իրենց մեղքերը խոստովանեն, խորասկած զղջումով ետ դառնան Աստուծո, բայց չունեն հնարավորություն։ Փակված է շնորհքի թուրը, չկա առիթ, չկա ժամանակ։ Եվ հետևաբար, ան որ ապրում է աշխարհիկ կյանք, ընկղմած է կմահաճության մեջ, մի խոսքով անարակ կյանքով, չի մտածում իր հավիտենականության մասին, կարծում է աշխարհը այստեղ է, միայն և մարանում եք, թե գա հաշվետվության օրը, երբ Աստված պիտի ասի, քեզ ժամանակ տվեցի, օգտագործեցիր բարի նպատակների համար, քեզ հրավեր փոխանցեցի, ընդառաջեցիր և քո մեղքերը հրապարակեցիր, քո սխալների մասին մտածեցիր, ազո շնորհը ընկալեցիր, բրգության հրավերի ականջ տվիր և հետևաբար անարակ որդին վատնեց, բայց նաև հետո դեսավ իր վիճակը, դխուր վիճակը, ողբերգությունը սնանկացած էր բարոյապես և հոգեպես և դրա համար որոշում կայացրեց, որ վերադառնա, ապաշխարությունը ինչ է, եթե ոչ վերադարձի ճանապարհը։ Այնքան ադեն որ դեռ մենք կանք, Սուրբ Հոգին հրավեր տալիս է, Աստծո խոսքը հնչում է, եկեղեցին հրավիրում է, որպեսզի մենք ընտրենք այն ճանապարհը, որ առաջնորդում է դեպի իսկական կյանք։ Իսկ երբ ուզեց խոստովանել անարակ որդին, իր այդ իրավիճակի մեջ ուներ խոնար հոգի, խոնար մարդն է, որ խոստովանի իր հանցանքները, ընդունում է իր սխալները, իսկ անձը եթե մեծամիտ է, ինքնահավան է, շատ լավ տեսնում է մարդկանց սխալները, քննադատում է, մեղադրում է, այբանում է, բայց երբ անձը իր սխալը ասե, շուտով գոբիտ կեցված ունենա, չի ուզում տեսնել իր սխալները, և հետևաբար անարակ որդին զղջաց խոնարհաբար և դրա համար ասաց, արժանի չեմ քո որդին կոչվելու, մեղանչեցի երկնքի առաջ և քո դեմ զիս ընդունիր որպես քո վարձկաներեն մին։ Եվ դրա համար հիշեց, թե ծառաները ապրում էին էլ ավելի արժանապատիվ կյանք, քան ինքը, որ վատնած էր իր ամբողջ ունեցածը։ Եվ վստահաբար անարակ որդու ուրախությունը նախապես իր ժառանգությունն էր, նյութականն էր, հաճույքն էր, բայց հետո երբ խոստովանեցավ, իր ուրախություն եղավ իր հայրը։
Դրա համար Սուրբ Գրիգոր Նարեգացի աղոթքի մեջ ասում է շնորհադուն ուզում եմ, ոչ շնորհքը, բարգևադուն ուզում եմ եւ ոչ բարգևը։ Ուրեմն երկրորդը հայրն էր, որ սիրալիր վերաբերմունք ուներ, հայրը, որ անտուրժում էր, համբերում էր, սպասում էր եւ դա ցույց տալիս է մեզ Աստուծո անբացատրելի սերը մարդկության նկատմամբ։ Երբեմն մենք ասում ենք մեր մեղավոր վիճակի մեջ ինչպես կարող ենք փրկության շնորհը ստանալ, ինչպես պիտի ցերպազատվենք մեր մեղքերից, անօրենության գաղափարներից։ Այո, մարդկային պատկերացումով անհնար է։ Հնարավոր է դու կամ ես մեկ անգամ ներենք, 2-3 եւ հետո ասենք բավարար է, բայց Աստծո սերը անսահման է եւ դրա համար Դեր Աստված միշտ պատրաստական է մեղավորին զղջումը ընդունելու, եթե երբեք խոստովանում է խոնարհությամբ եւ դրա համար հայրը երբից ողջակուրեց, չնայած որ գար քարշահոդություն խոզարած եղավ, չէ՞, անարակ որդին, չասեց նորս քեզ ունեցիր, որովհետեւ քեզ ողջակուրեմ։ Այդ քարշահոդության մեջ ողջակուրեց իր հայրը։ Մադանի դվեց, որ իշխանության նշան է, որդիության, պատմուջանը մգրդությունն է, որովհետև մենք կստանանք նոր պատմուջանը Սուրբ մգրդության խորհրդի ճամփով, նայդվեց նոր ոշիկ, որբեսի չկայլի մեղքի ճանապարհից, նաև ասաց բարարդ եզը մորթեն, եւ դա ցույց տալիս է Քրիստոսի զոհաբերումը մեր մեղքերի կապության համար։ Եվ երրորդը երեց որդին էր, երեց որդին, որ երբ որ նկատեց, որ իր գրծեր եղբայրը ուզում է ժառանգության բաժինը չխրադեց, մեծ եղբայր էր, բայց մեծամիտ էր, եւ մեծությունը ինչն է, ազնիվ վերաբերմունքն է, բայց եղբայրը տեսավ, թե գրծեր որդին իր եղբայրը ուզում է հեռանալ եւ ինք շատ հավանաբար ուրախ էր։ Ոչ խրադեց, ոչ ալիշեցուց, թե եղբայր ապրենք միասին մեր հոր անմիջական ներկայության մեջ։ Եվ դրա համար երբ հայրը ընդունեց անարակ որդին, ուրախություն կար, բայց ինք դրդմած էր, հարգացած էր, իր եղբորը վերադարձ իրեն համար ուրախություն չէր։ Եվ դրա համար երեց որդին անարակ էր, անարակ որդին դարձի եկավ, բայց եւ այնպես երեց որդին ապրում էր անարագությունը հորը տան մեջ առանց սղճալու։ Եվ դրա համար փարգացավ եւ որն ասաց, թե ես Սարայեցի, բայց որ ինձ համար ուլ չդվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախանամ, բայց ահա որդին, որ իր ունեցվածքը վատնեց բորնիկների հետ, ասում է խնջույք է սարքում եւ ուրախանում։ Եվ հայրը էլի հանդուրժողությամբ, համբերությամբ, կացությամբ ասում է որդիս, ինչ որ իմ մեկոնն է, եւ ասում է, բայց հիմա պետք է ուրախանանք, որովհետեւ քո եղբայրը գորած էր եւ գտնվեց, մեռած էր եւ կենդանացավ։ Ուրեմն երեց որդին նախանցով լեցուն էր, երեց որդին մեծամիտ էր, երեց որդին եղբայրասեր չէր, բանաստեղծություն մգա, ասում է ընդ աստեղոք ինչ կա բայլուն, քան ցանկալի եղբայր անուն, աստղեն ավելի ինչ բայլուն կա, քան եղբայրասիրություն։ Ուրեմն մենք երբ որ ասում ենք հայր մեր, որ երկինս ես, սա պատասխանատվություն է մեզ համար, որ մեր կյանքը ապրենք եղբայրասիրությամբ, միմյանց նկատմամբ նախանց չունենանք, այլ սիրենք, որովհետև երբ կա սեր, նաև կա հանդուրժողություն։ Երես որդին չուներ ոչ գուտ, ոչ եղբայրական սեր, այլ փարգացավ, պատկերացրեք, դարբեր երկու իրավիճակներ։ Հայր ուրախանում է ծառաների հետ, բայց երեց որդին դրդմած էր եւ փառությամբ լեցված էր իր սիրտը։ Անարակ որդին խորհրդանիշ է հետանոց ժողովուրդներին, որոնք Քրիստոսի պիտի դառնային առաքելական քարոզության շնորհիվ։ Իսկ երեց որդին խորհրդանիշ էր հրյա ժողովրդին, որոնք նախանցով լեցուն էին եւ կարծում էին, թե իրենք են ընդրյալները, բայց Քրիստոս ապացուցեց, թե եկած է բոլոր ազգերի եւ ժողովուրդների համար
Դրա համար առաքյալներին ասաց. «Քնացեք եւ բոլոր ասկերը ինձ աշակերտ դարձրեք, մգրտեցեք Հորը, Որդու եւ Սուրբ Հոգու անունով»։ Վերջապես, ով ժողովուրդ, այս օրնյալ օրերին, երբ մենք գալիս ենք մասնակցելով արարողությունների, ի վերջո մենք էլ լսում ենք անարակ Որդու խորասկած զղջումը, թե Հայր մեղանչեցի երկնքի եւ քո առաջ, մենք եւս խոնարհաբար խոստովանենք մեր մեղքերը, նկատենք մեր սխալները եւ ունենանք ցկտումը, ցանկությունը Աստծո դառնալու եւ վստահ եղեք, որ Հայրն Աստված իր կտասրդությամբ եւ մարդասիրությամբ սիրով պիտի ընդունի մեր զղջումը եւ խոստովանությունը, որբեսի վերակտնենք մեր արժանապատվությունը, հոգու խաղաղությունը եւ խաչի անկստությունը, որբեսի կարողանանք փառավորել ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։